Ես ակնկալում եմ հիշում ես Տարեկ ջան, եւ որ մենք վերջին անգամ խոսեցանք, ես ձեզ ասեցի, որ եւ ձեր ունեցերներին, որ այլևս պետք է կորզնական քայլեր առնվեն։ Եվ նույնիսկ ես առաջարկեցի, որ այս 10 եպիսկոպոսները կարող են գնալ իրավաբահ մարմինների մոտ եւ փողոք ներկայացնեն, ասելու որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի աթոռը բռնազավթված է եւ մենք խնդրում ենք կառավարության կամ իրավաբահ մարմինների միջամտությունը այդ աթոռը ազատազրկելու կամ ազատելու։ Հիմա միևնույն մոտավորապես տեղի ունեցավ, դա փողոք չէր, որ ներկայացուցին եպիսկոպոսները, այլ բարձրապես համացայնության եկան, որ այս քայլերը պետք է լինեն։ Լավ, բայց մենք այնտեղ էլի վճռական ինչ-որ բան չգտանք, այնտեղ հստակ ասում է, որ հրաժարեցնելու կամ հերացնելու կամ հանգստյան գոչելու։ Այսինքն ես կարծում եմ ավելի ճիշտ պիտի լիներ հանգստյան գոչելու կամ հրաժարեցնելու։ Հանգստյան գոչելու այդ գոչը մենք տեսանք, որ շաբաթներ, այլև մեկ ամիսի ավելի վարչապետը ասում է, որ ես սպասում եմ, որ ինքը պիտի գա, որպեսզի առաջարկի, որ պատվով հրաժարի եւ գնա։ Հիմա ուրեմն այդ հրաժարականի բահը այլևս գոյություն չունի։ Այս մարդը չի ուզում ոչ հանգստյան գնալ, ոչ էլ ուզում է հրաժարել առավել եւս։ Այնպես որ մնում է մեկ քայլ հրաժարեցնել։ Եվ այդ հրաժարեցնելը ես կարծում եմ, որ դա պիտի լինի բռնի գերբով։ Այսինքն իրավաբահ մարմինները պետք է գնան դվյալ անձիկով, Բդրիչ Ներսիսյանիկով, ինչ որ կոմպրոմատներ ունեն, սեղանի վրա պիտի տնեն եւ ոչ թե իրեն պիտի առաջարկեն կամ կհրաժարվես եւ կամ մենք այս կոմպրոմատները կհրաբարագենք, այլ պիտի ասեն, որ այս կոմպրոմատների հիման վրա դու չես կարող այստեղ լինել եւ պիտի ցերպակալեն եւ դանեն։ Պայման չեն որ դանեն մույս եպիսկոպոսների մոտ ԱԱԾ պատմալը կամ չգիտեմ ինչ դեպի եթե այնտեղ էլ դանեն ես սխալ չեմ գտնում եւ չեմ ներդում այդտեղ դանեն մի դեր